Ստեփանավանի երիտասարդական կենտրոն հասարակական կազմակերպության անդամների այցելությունը Վանաձորի զանգակատուն սոցիալական ծառայությունների կենտրոն նպատակ ուներ կենտրոնի շահառուների մեջ արմատավորել սեր դեպի շրջակա միջավայրը եւ բարձրացնելու նրանց իրազեկությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ, որոնք հատկապես վերջին շրջանում առավել հրատապ են դարձել։ Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի այս ծրագիրը մեկն է բազմաթիվ այն ակցիաներից, որ կազմակերպվում են տարբեր ոլորտների վերաբերյալ հարության տեղեկացվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Զանգակատուն կենտրոնի սոցիալապես անապահով խմբի երեխաների հետ մշակութային, առողջապահական, կրթական, իրավական թեմաների շուրջ հանդիպումներ անցկացվել են, բնապահպանականն առաջինն էր։ Վանաձորից զատ բնապահպանական ծրագրեր իրականացվել են Ստեփանավանում, Չեխիայում եւ եվրոպական այլ երկրներում։ Շատ ուզում է աշխատել այս ուղղությամբ երեխաների հետ, որովհետև երեխաները այն փոքրիկ օղակն են, որ ավելի շուտ են կարողանում յուրացնել եւ կարող են իրենց լումաններ դնել բնության պահպանության գործում։ Ել ենք ունեցել նմանատիպ բաներ, բայց կոնկրետ բնապահպանական ուղղություն չի եղել։ Իսկ հենց բնապահպանական ծրագիր սա կարծեմ 4-րդն կամ 5-րդը։ Եթե չհաշվենք տպագրությունները, բրոշուրները կամ փոքր ծրագրերը, մեծամասշտաբ ծրագրերից երևի թե 4-րդը լինի։ Սեմինարին ներկային նաև Fulbright Armenia կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր դասընթացի միջոցով պարզեցին, թե որքանով են տեղեկացված կենտրոնի շահառուները շրջակա միջավայրի պահպանության կարևորության մասին։ Երեխաները դիտեցին նաև ուսուցողական մուլտֆիլմ։ Կազմակերպությունը իրականացնելու է նաև աղջիկների առաջնորդության Glow ծրագիրը։ Կկազմակերպվի ճամբար, որում ընդգրկվելու են 13-ից 17 տարիքային խմբի աղջիկներ։ Արտասահմանցի մասնակիցները մեծապես կարևորում են նման սեմինարները։ Աննա Լամբերտը եկել է Բելգիայից եւ Ստեփանավանի երիտասարդական կենտրոնում կամավոր է։ Ես աշխատում եմ Ստեփանավանի երիտասարդական կենտրոնում որպես կամավոր։ Այստեղ եմ բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար։ Սա իմ առաջին ծրագիրն է Վանաձորի զանգակ կազմակերպության երեխաների հետ։ Ուրախ եմ, որ մասնակցում եմ այս ծրագրին։ Զանգակ սոցիալական ծառայությունների կենտրոնի սաները սեմինարի ավարտին մաքրման աշխատանքներ կատարեցին Վանաձորի Սայաթ Նովայի անվան քաղաքային զբոսայգու տարածքում։ Հավաքելով աղբակույտերը փոքրիկ զանգակցիներն իրենց լուման ներդրեցին քաղաքի մաքրության գործում։ Սովորեցի, որ պետք է չախտոտենք մեր Հայաստանը, որ մաքուր լինի։ Բնությունը չի կարելի ախտոտել, որովհետև ախտոտելուց սաղ բնությունը կմեռնի։ Չնայած Վանաձորին բնորոշ անձրևային եղանակը ամեն կերպ փորձում էր խոչընդոտել մաքրման աշխատանքներին, այնուամենայնիվ այն կայացավ։ Զանգակատուն կենտրոնին հարակից տարածքում տնկվեցին պտղատու ծառեր, որոնց տնկիները տրամադրել էր Վանաձորի տնկարանը։ Լիանա Պեչենևսկայա, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։